Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, վստահ եմ այսօր եւս հերթական անգամ նկատել եք տարբեր հայտարարություններ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու թույլատրելիության, թե դրա բացակայության վերաբերյալ։ 2026 թվականի մարտի 13-ին, երբ սկսվեց Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդության քննությունը, հերթական այս քաղաքական հետապնդման շրջանակներում գործողությունը մեր կողմից ուղիղ ներկայացվեց անհրաժեշտությունը տեսաուղերձներ հրապարակելու վերաբերյալ։ Դատական նիստի ընթացքում նույնիսկ առաջարկեցի մի պահ ընդմիջենք եւ ինչպես ասում էր գործադիր իշխանության ղեկավարը, Facebook-ի ուղիղ եթերի ձևաչափով ներկայացնենք այն ամենը, ինչ կատարվում է։ Բայց ոչ քննիչը, ոչ դատարանը նման թույլտվություն մեզ չտրամադրեցին։ Ինչևէ, 2026 թվականի մարտի 17-ին արձեռն մեր նախաձեռնությամբ ստացել ենք դատարանի որոշումը, որը իհարկե արդեն բողոքարկվել է վերաքննիչության, բայց այդ որոշմամբ ուղիղ արձանագրվեց, որ պրոբացիայի ծառայությունը անելիք չունի տեսաուղերձ հրապարակել, չհրապարակելու հարցում, այլ դա որոշողը քննիչն է։ Ասելով, որ դա որոշողը քննիչն է, դատարանը արձանագրել է, որ այս պայն նման թույլտվություն առկա չէ, քանի որ երբ մենք քննիչին դիմել էինք դեռևս հունվար ամսին, այնուհետև փետրվար ամսին, այնուհետև մարտ ամսին, մենք նման թույլտվություն չէինք ստացել։ Եվ դատարանի կողմից, երբ արձանագրվեց այդ մեխանիզմը, հաջորդ իսկ օրը 2026 թվականի մարտի 18-ին իմ կողմից ներկայացվել էր նման դիմում միջնորդություն, որ այդպիսի թույլտվություն ստանանք, քանի որ դատարանի որոշմամբ է նման կարգ սահմանվել։ Եվ այնպես է ստացվել, որ դատարանի որոշմամբ, երբ արձանագրվում է որոշակի կարգ, այն դուրեկան լինի, այն հաճելի լինի, թե ոչ, ստիպված այն պետք է պահպանես։ Այդ նույն հաջողությամբ, երբ դատարանը օրինակ տնային կալանքը ապօրինի կերպով երկարաձգում է, դրա դեմ պայքարելու մեխանիզմը բողոքարկումն է, բայց այդ ընթացքում չես կարող օրինակ կալանքը վերացնել սեփական ցանկությամբ կամ նախաձեռնությամբ։ Մենք դիմեցինք քննչական մարմնին, եւ երբ այսօր գործադիր իշխանության ղեկավարի կողմից նորից արձանագրվեց, որ իբր նման սահմանափակում չկա, դա հերթական մանիպուլյացիան էր եւ հանրությանը մոլորեցնելու փորձը, քանի որ հենց այսօր այդ հայտարարությունից ժամեր անց քննչականը բավարարել է մեր միջնորդությունը եւ բավարարել է հենց այն տրամաբանությամբ, որ հենց ինքն էլ որոշողը եղել է։ Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը բառերի համար անձին, ազգային բարերարին, Սամվել Կարապետյանին, ով նաև ուժեղ Հայաստան կուսակցության նախագահն է այլևս, շուրջ 10 ամիս հետապնդման ենթարկելը, կարծում եմ հենց վախի առաջին օրինակն է։ Այդ ամենին դիմադրելը, կարծում եմ, ուժի օրինակն է։ Ինչևէ, այստեղ կարծում եմ նաև շատ կարևոր է արձանագրելը, որ այս պայի դրությամբ, երբ ես ներկայացնում եմ այս տեսանյութը մեր հայրենակիցներին, ես դեռևս որոշումը չեմ ստացել քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեն այդ հայտարարությունը տարածում է, հայտնում է իշխանական լրատվամիջոցներին, բայց այդ միջնորդությունը ներկայացրած կողմին դեռևս որոշումը չեն տրամադրում։ Սա է իրավիճակը, սիրելի հայրենակիցներ, հենց կստանամ որոշումը, իհարկե ավելի մանրամասն կներկայացնեմ։ Իդեպ, սիրելի հայրենակիցներ, քաղաքական հետապնդումների ծավալը Հայաստանի Հանրապետությունում հենց առաջին ցուցիչն է վախերի եւ մարդասիրության ճգնաժամի։ Այս երկու հանգամանքները հաղթահարելու մեխանիզմը կա մեր սահմանադրության մեջ։ Իդեպ անփոփոխելի հոդված հանդիսացող 3-րդ հոդվածում, որ իրավունքը պետք է գերակայի։ Եվ վստահ եմ, իրավունքը գերակայելու է, քաղաքական հետապնդումներին վերջ տրվելու է։ Եվ հենց այս մոտեցումներն էլ ունեն մեր հանրության աջակցությունը։ Աստված բոլորին պահապան, շնորհակալ եմ։